քույրս հենց հիմա պատրաստում է տաք սալատ, կրիվետկաները զեյթունի ձեթով տապակվում է, կողքից զուգահեռ պետք է լինի անպայման sense չորահացիկներ, կարագով տապակած, оливковое масло, ահա, պանիր, էս ինչ պանիր անար։ Իտալական են բանից անմորացան դերի։ Իտալական բան պանիր։ Ջուրկում են։ Ջուրկած։ Իտալական բանի պանիր։ Այդ կտրեց կայուշի։ Սենց ուրեմն կանաչեղեն, խառը, հա, ինչ չգիտեմ։ Եվ էս ինչ սոուս է, авокадоի. Меньше авокадоя, каперс, оливковое масло, немножко горчицы ու ձութ հերխաշ в мешочек. Ահա, հիմա ընթացքը ցույց կտամ ձեզ։ Կրիվետկաները դեր կրակի վրա է։ Կրիվետկաների վրա մի փոքր ավելացնում են կոնյակ կամ գինի, սպիտակ ետեկա, սերվի բար, աղացած մի քիչ աղ։ Զավթեցնում է։ Այսինքն անջատում ենք սոս։ Տաքտակ վիճակում դնում ենք կանաչու վրա, սալատի վրա։ Եթե լիմոն ունեք, լիմոնն էլ ճսում եք կրիվետկայի վրա տապակելու ընթացքում։ Միշտ վերևից հետո էլ կաբնացնենք։ Հետո այս հացիկներից սուպարի յուղի մեջ կներեք հենի իմ հայկական հայերեն են շատ գրագետը խոսում ես նարիջա վապշե վեճը չկցես կարաս գեղական խոսած այ էդ ուրիշ խոսա գեղավարի շատ են սիրում թաները որ դենջի գար հսա ստեղը հա թանեք վերում ես ավոկադոյի այս սոուսը այսպես տնեմ չեն խառնա որովհետև վերխառնեք տանդիկի Ցեվի դառնալից ինչ անուշոտ է շատ ու սա մայոնեզի պես տանա просто մայոնեզ չի հազար անգամ ավելի օգտակար է ասենց դնենք սեկոն առելա հրավիրան այո եւ կայֆավա դնում ու սենց լրիվ տակից կլող սոն քաչկի սուրից հոսալա քրքրում սաղին ոտից կելու ու սենց շարունակ հացիկները վերջում է պանիրը վրայից ահա անտիրա այս ինչ մի հրաշք այս ինչ բույրեր այդ հետ նախանձվեք նախանշներ